Երբ պարոն Փաշինյան, խոսում եք նահատակներից եւ ասում եք, որ խոնարհվում եք նահատակների առջեւ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր ելույթը ազգային ժողովում, երբ դուք ասեցիք մենք կարող էինք ունենալ այս նույն իրավիճակը, սակայն առանց այս մի քանի հազար զոհերի, ուղղակի դուք ինձ դրա այդ դեպքում կհանվանեիք դավաճան։ Այսինքն դուք հրաժարվել եք, եթե անգամ այդպես էր, դավաճանի պիտակը ստանալ եւ դրա փոխարեն զոհաբերել եք հազարավոր տղաների։ Ես ձեր խոսքն եմ ուղղակիորեն մեջ բերում։ Եվ երկրորդը, երբ դուք ասում եք Արցախի թեման մշտապես փակ է եղել, ես եւս մեկ անգամ եմ հիշեցնում եւ խնդրում եմ ակնկալում եմ անդրադարձ։ Եթե Արցախի թեման ներողություն միտքս ավարտեմ, եթե Արցախի թեման որպես այդպեսին փակ է եղել, ինչի համար է ստեղծված եղել ԵԱՀԿ Մինսկի համանախագահողների խումբը։ Արդյոք Հայաստանը եղել է գերտերություն, որ 3 միջուկային գերտերություններ ուզել են Հայաստանին համոզել միջազգային իրավունքը վերականգնել, թե ոչ։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Ստեղծվել է հետևյալի համար, որ այդ երկրները թույլ չտան, որ կոնֆլիկտը լուծվի, որովհետև կոնֆլիկտի չլուծումը որևէ ժամանակաշրջանում անպայման համապատասխանել է երկրներից մեկի շահերին։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է, որպեսզի կոնֆլիկտը չլուծվի եւ Հայաստանը թակարդից դուրս չգա, եւ Հարավային Կովկասը թակարդից դուրս չգա։ Եվ ես երջանիկ եմ, որ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դուրս են բերել այդ թակարդից։ Պատերազմի առաջին օրը ես գնացել եմ խորհրդարան եւ ասել եմ հենց հիմա ես պատերազմը կարող եմ կանգնացնել, բայց մենք պետք է համակերպենք, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ամբողջ խորհրդարանը մի անգամ էլ խանգարեք մեկ ինձ ձայնը կանջատը։ Բոլորի խանգարում եք, ձայնը չեք դեմ։ Մի րոպե, պարոն Փաշինյան, մի վարքյան, ներողություն, մի րոպե։ Որ ես բացահայտել եմ Ղարաբաղի հարցի տակ թաքնված թակարդը եւ ժողովրդին Հայաստանին դուրս են բերել։ Այսինքն եւ Ամերիկայի մի վարքյան, խնդրում եմ, չի կարելի անցածել։ Պարոն, մի վարքյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար